Մերձավոր Արևելքում նոր վտանգավոր ճգնաժամ է հասունանում։ Իրանը և Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ կանգնել են ուղիղ բախման շեմին։ Հորմուզի նեղուցը, ռազմավարական այս ջրային տարածքը դարձյալ վերածվել է պոտենցիալ պատերազմական գոտու։ Վերջին օրերին իրանական ղեկավարությունը ուղղակիորեն սպառնում է, եթե ԱՄՆ-ն խախտի Իրանի շահերը կամ շարժվի դեպի նեղուցի վերահսկողություն, իրանական կողմը պատրաստ է կիրառել բոլոր զինված միջոցներով։ Թեհրանը նույնիսկ ակնարկում է հրթիռային հակառակվածներ հնարավորությունը ամերիկյան ռազմաբազաների և նավատորմի ուղղությամբ։ Միացյալ Նահանգները իր հերթին ուժեղացնում է ռազմավարական ներկայությունը Պարսից ծոցում։ ԱՄՆ ռազմածովային ուժերը ավելի ու ավելի հաճախ են տեղաշարժվում Հորմուզի նեղուցի սահմանագծով, իսկ լրտեսական ինքնաթիռները օդում մոնիթորինգ են իրականացնում ըստ աղբյուրների Իրանի հրթիռային կայանների ուղղությամբ։ Փորձագետները պնդում են, սա այլևս պարզապես քաղաքական սպառնալիք չէ, այլ իրական վտանգ, որը կարող է վայրկյանների ընթացքում վերաճել լայնածավալ հակամարտության, և եթե դա տեղի ունենա, ողջ տարածաշրջանը կարող է ներքաշվել նոր ու աննախադեպ պատերազմի մեջ։ Հետևեք մեր ալիքին, առաջինը իմանալու համար իրադարձությունների զարգացման ընթացքը։